Լոռու մարզում 2013 թվականին գյուղատնտեսության ոլորտում զգալիորեն աճ է գրանցվել։ 2012 թվականի համեմատությամբ այս տարի գյուղատնտեսության բոլոր ոլորտներում աճը շոշափելի է, նշեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, որին նպաստել են թե բարենպաստ եղանակային պայմանները և թե պետության կողմից աջակցությունը գյուղացիներին։ Իմ կարծիքով բերքը այս տարի առատ է եղել, հետո բարենպաստ տարի է եղել, անձրևային տարի է եղել և հասել ենք հատկան կուտակել։ 2013 թվականի ընթացքում գյուղատնտեսության աշխատանքների համար մատչելի գներով մեծ աջակցություն է տվել կառավարության կողմից, ստացել ենք, դա ես կասեի, որ պետության տված աջակցությունն էր, որը որ գյուղացիներին շատ մեծ օգուտ։ 2013 թվականի եղանակային պայմանները բարենպաստ էր այնքանով, որ բնական աղետներից կարկուտից տուժել էր ընդամենը 3 համայնք։ Պետական աջակցության ծրագրի շրջանակներում մարզին մատչելի գներով տրամադրվել է սերմացու, պահարտանյութ և դիզելային վառելիք։ Ազոտային պահարտանյութ ենք ստացել 3050 տոն այս տարի, ստացել ենք աշնանացան ցորենի համար, որը որ արդեն ցանվել է, ուրեմն 350 տոն առաջին վերարտադրանք ենք ստացել, որը բաշխվել է 52 համայնքների ֆերմերների, հետո 43 տոն էլիտային սերմացու ենք ստացել կառավարության կողմից, որը բաշխվել է 12 համայնքների, այսինքն ֆերմերների, որոնք որ սերմաբուծությամբ են զբաղվում, էլիտային սերմացուն, որը որ հետ են վերադարձնելու մյուս տարի 14 թվականին 1-2-ի, այսինքն 1 կիլոգրամ, ովքեր որ վերցրել են 2 կիլոգրամ հետ պետք է վերադարձնեն։ 2012 թվականի համեմատությամբ 2013 թվականին աճ է գրանցվել հետևյալ մշակաբույսերից։ Անցյալ տարվա հետ համեմատած իրոք շատ մեծ տարբերություն է եղել, որ այդպես տեսնում ենք, հացահատիկ այս տարի ստացել ենք մոտ 35,000 տոն, իսկ անցյալ տարի եղել 20,000 տոն։ Հետո կարտոֆիլ այս տարի մոտ 395,000 տոն ստացել ենք, անցյալ տարվանից բարձր ենք ստացել 240 տոն ավելացրած։ Եվ այդպես մյուս պտուղ բանջարեղենը, խոտը անցյալ տարի եղել է 80,000 տոն հավաքված, այս տարի 108,000 տոն։ Պետության կողմից աջակցությունը գյուղացիներին ծրագիրը շարունակական բնույթ կկրի։ Գարնանացանի համար մինչև 2014 թվականի հունվարի 20-ը բոլոր գյուղացիները կարող են դիմել Լոռու մարզպետարան, որպեսզի փետրվար ամսին արդեն ստանան համապատասխան սերմացու, պահարտանյութ, դիզելային վառելիք գարնանացանը սկսելու համար։ Այս տարի մենք հավաքում ենք հիմա արդեն գյուղացիներից այս պահանջարկը, որպեսզի ներկայացնենք նախարարություն, ինչքան է պետք գարնանացանի համար մեծ պահարտանյութ, դիզվառելիք և մյուս կորունգան սերմացուների համար։ 2013 թվականը բարենպաստ է եղել նաև անասնապահության ոլորտում։ 2012 թվականի համեմատությամբ այս տարի մոտ 3000 գլխաքանակով ավելացել է խոշոր եղջերավոր անասունների թիվը և ոչ միայն։ Իսկ ամանորյա տոներին ընդառաջ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը լոռեցիներին հղեց իր տոնական բարեմաղթանքները։ Ես ցանկանում եմ, որ մյուս տարիներն էլ այսպիսի բերքը առատ լինի մեր ժողովրդի համար և կցանկանայի իրենց առողջություն, քաջ առողջություն, երջանկություն, ամենակարևորը հաջողություն թող լինի և խաղաղություն լինի մեր Հայաստանին, որպեսզի ավելի ուրախ դեմքերով լինեն։ Ցանկանում եմ ամենալավը, շնորհավորում եմ բոլորին նոր տարին, նոր հաջողություններով։ Մարինա Անդրեասյան, Նարեկ Մարուքյան, Միք հեռուստաընկերություն։